Երբ Ադրբեջանի հետ փոխադարձ արձանագրվեց, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, պաշտպանական սպառազինության շուկան բացվեց Հայաստանի առաջ, որովհետև ասացինք մեր ինքնիշխան տարածքից դուրս այն չի կիրառվելու, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, զենքի միջազգային շուկային հասանելիության համար լրջագույն խոչընդոտ էր նաև ՀԱՊԿ-ին մասնակցությունը։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, Հայաստանը կառույցում կմնա այնքան ժամանակ, որքան հնարավոր լինի։ Փաշինյանը հավելել է, Հայաստանի կառավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ չենք կարող միաժամանակ լինել եւ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Թրամփի ուղուն Թուրքիայի կամ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարց ամերիկյան կողմի հետ չի քննարկվել, Վաշինգտոնից հեռավար ասուլիսի ժամանակ հայտնել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, թրիփը մնում է Հայաստան-Միացյալ Նահանգներ բիզնես գործունեություն։ Ըստ Միրզոյանի, տրամաբանական է, որ Թուրքիան ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ թրիփի մասով, այլ օրինակ թրիփի շարունակության։ Նույն տրամաբանությամբ չի քննարկվել նաև ռուսական կողմի հնարավոր մասնակցության հարցը։ Նախարարը նաև վստահեցրել է, Հայաստանը նպատակ չունի որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին։ Թրիփի շարունակությունում կամ դրան առնչվող այլ գործունեությունում կապ ու համագործակցություն կարող է ստեղծվել նաև Ռուսաստանի համար։ Թրիփ զարգացման ընկերությունում բաժնեմասերի բաշխումը պայմանավորված է ներդրումների ծավալով։ Միացյալ Նահանգները նախատեսում է իրականացնել զգալի ֆինանսական եւ քաղաքական ներդրումներ, մինչդեռ Հայաստանը հիմնականում տրամադրում է կառուցապատման իրավունքը։ Արտաքին գործերի նախարարի խոսքով սրանով է պայմանավորված, որ Հայաստանի բաժնեմասը սկզբնական փուլում կազմում է 26%։ Ըստ նրա, խոսքն առաջիկա 49 տարվա մասին է եւ ժամանակի ընթացքում բաժնեմասերի հարաբերությունները կփոխվի գրեթե հավասարվելով։ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը քննարկել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Խոսվել է ԱՄՆ միջնորդությամբ հնարավոր քայլերի մասին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տերասողիկ Աբեղա Կարապետյանին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Քննչական կոմիտեից հրաժարվել են մեկնաբանություն տալ հարցի կապակցությամբ։ Հայրասողիկի հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ։ Գլխավոր դատախազությունից այսօր ԱՅՄ-ին հայտնել են, որ նշված դեպքի հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննության առարկա են։ Իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, թե իբր հայոց եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է։ Հայրասողիկն արձագանքել նշելով, որ Մայրաթորի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անմխիթար պահվում են Սուրբ Էջմիածնի գանձատանը։ Ուկրաինական անօթաչուները հարվածել են Ռուսաստանի Ռոստովի մարզին, հաղորդվում է 1 զոհի եւ 4 վիրավորի մասին, այդ թվում 4 տարեկան երեխա։ Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ օդային հարձակումը հետ է մղվել մարզի 10 շրջաններում։ Ռոստովի արևմտյան արդյունաբերական գոտում հարձակման հետևանքով արդյունաբերական եւ պահեստային ձեռնարկությունների շենքեր են հրդեհվել։ Վնասվել են նաեւ բազմաբնակարան շենքի բնակարաններ, այրվել է 2 առանձնատուն։ Մի շարք եվրոպական կառավարություններ ճնշում են գործադրում Եվրամիության ինստիտուտների վրա Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործընթացում ԵՄՇ շահերը ներկայացնող բանակցող նշանակելու համար։ Պոլիտիկոյի հաղորդմամբ Եվրոպան վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ իր եվրոպացի դաշնակիցների մեջքի հետևում։ Այս գաղափարի կողմնակիցները կարծում են, որ Եվրոպան կկարողանա պաշտպանել իր կարմիր գծերը, այդ թվում Ուկրաինայի հնարավոր ապագա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե Բրյուսելն ուղղակիորեն ներկայացված լինի բանակցությունների սեղանի շուրջ։ Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան տեղեկացրել է, որ չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելուն, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները, ինչի հետևանքով մեր հավաքական թիմը զրկվել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։